Մահացու վթարից 5 օր անց Ծաղկաձորում որևէ կվադրացիկլ չի երևում, չկան։ Պրծավ, վсё, սախանեցին, ինչքան կա արգելեցին։ Ում թույլտվությամբ էին Կեչարիսվանական համալիրի մոտ բազմաթիվ կվադրացիկլեր դիրքավորվում զբոսաշրջիկներին պտույտի տանելու համար։ Տարածքի ավտոկայանման տեսուչը չգիտի, միայն այն գիտի, որ շաբաթ օրը 2 դեռահաս աղջիկների մահվան դեպքից հետո այդ քարանիվ սարքերը չքվել են, ով հրահանգեց, դա էլ չգիտի։ Հիմա կարող ես մի տարուց հետո թողեն կամ չթողեն։ Շաբաթ օրը Երևանի 29-րդ դպրոցի մի խումբ 10-րդցիներ Ծաղկաձոր ժամանակ անցկացնելու էին եկել։ 4 աղջիկներ բագի քարանիվ կվադրացիկլ են վարձակալել հենց Կեչարիսի մոտից, վարորդը 19-ամյա ծաղկաձորցի։ Վթարը վանքից մի քանի տասնյակ մետր ներքև էր։ Ենթադրաբար մեքենան արագության տակ բախվել է պատնեշին, կողաշրջվել, աղջիկները դուրս են թռել մեքենայից։ Հետո իմացա, որ արդեն շուր է եկել։ 3 հատ Սկոր եկավ։ Աղջիկներից երկուսն էլ 15 տարեկան ու երկուսն էլ Ալեքսանդրա անունով լուսավոր գեղեցկուհիներ մահացել են գիտակցության չգալով։ Դպրոցականներից մեկը վնասվածքներով դեռ հիվանդանոցում է, մյուսը դուրս է գրվել։ Քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ Վարորդը կալանավորված է։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, նա եղել է սթափ, բայց համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։ Մեքենան նրան չի պատկանել, սեփականատեր կա։ Նա կարծես թե նույնպես դեպքի վայրում էր։ 2 դեռահասի մահվան պատճառ դարձած այս ողբերգությունից հետո հարցերը շատ են։ 4 տեղանոց այդ բագիում 5 հոգով են տեղավորվել, վարորդն առանց իրավունքի, իսկ տեխնիկապես ինչ վիճակում է եղել այդ քարանիվ բագին, պատասխաններ դեռ չկան։ Պետական կամ համայնքային որևէ մարմնին հետաքրքրել է, թե ինչ ծառայություն է սա։ Ծաղկաձորի տարբեր հատվածներում այս մեքենաները մշտական տեղակայման վայրեր ունեն ու սահմանված հստակ գներ 1 ամբողջական պտույտից մինչև 10 րոպեանոց զբոսանք։ Ում թույլտվությամբ ու վերահսկողությամբ է այդ ծառայությունը մատուցվում զբոսաշրջային Ծաղկաձորում։ Համայնքը այստեղ որևէ անելիք չունի։ Ծաղկաձորի համայնքապետն ասում է, համայնքը գործունեության թույլտվություն տալիս է օրինակ հանրային սննդի համար, բայց որ մարդիկ կվադրոցիկլ են քշում, երևի երթևեկության հարց է, ենթադրում է Նարեկ Հարությունյանը։ Դա կվադրոցիկլները քարանիվ տեխնիկաներ են, չէ՞։ Մեքենաների, որոնց կարծում եմ ես, որը պետք է արդեն վերահսկվեր ոստիկանության գործառույթների թույլտվություն կա կամ համապատասխան լիցենզիա ունեն, չունեն, այսպես է թվում, կամ անվտանգության նորմերը պահպանում են, թե ոչ։ Մինչև երթևեկությանն անցնել այդ սարքերը կայանում են համայնքի շատ հստակ հատվածներում, դրանց տերերը վարձով մեքենա են բաժանում, այսինքն փող են աշխատում։ Եկեղեցու մոտ Ծաղկաձորի հենց կենտրոնում այժմ վերակառուցվող հրապարակի տարածքում էին դրանք։ Համայնքը կապ չունի, համայնքապետն այս դեպքում էլ պետեկամուտների կոմիտե է ուղղորդում։ Որևէ գործառույթ համայնքը չունի, որ ասի, այստեղ մի կայանի։ Մենք ոստիկանության աշխատակից չենք, մենք համայնքն ենք, չէ՞։ Մեկ էլ մեքենա քաղաքացին կայանելա, գնաս ասես հանի այդտեղից։ Չի լինի, չէ՞։ Ինչի հիման վրա էս հանել տալիս։ Ճանապարհի վրա կայանած է, օրինակ։ Բայց եթե գործունեության առումով, այստեղ կարծում եմ դուք հարցը պետք է ուղղեք պետեկամուտների կոմիտե։ Եվ որպես վերջնական փաստարկ համայնքապետը պնդում է այնտեղ, որտեղ ծավալվում էր այդ բիզնեսը, այսինքն կոնկրետ կայանման հասցեները բոլորովին էլ համայնքինը չեն։ Դա համայնքային տարածք չի, սկսենք այդտեղից։ Եթե նկատի ունեք եկեղեցու տարածքը, դա եկեղեցու հրապարակինը հանային ճանապարհ է, մարզային ճանապարհ, մարզային նշանակության ճանապարհ է դա։ Կեչարիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Սահակ Քահանային հարցրինք։ Կվադրոցիկլերի համար տարածք եք տվել, պնդեց, նույնիսկ տեղյակ չէր, որ այդ ճամփան եկեղեցուն է պատկանում։ Քարանիվների բիզնեսի հետ եկեղեցին կապ չունի ասաց։ Հարցման հաջորդ հասցեն ոստիկանությունն է։ Այստեղ էլ պնդեցին իրենց տիրույթում է երթևեկող քարանիվը։ Ընդ որում, եթե պետհամարանիշ չունի, երթևեկությանը մասնակցելու իրավունք չունի։ Կարող է միայն փողոց հատել, վթարված բագինի դեպ առանց համարանիշի է։ Ինչպես է երթևեկության մեջ մտել այն էլ վարորդն առանց վկայականի, ոստիկանությունից փոխանցեցին, իրենք պարբերաբար ռեյդեր են անում, հայտնաբերում կարգազանցներին, թվեր էլ ունեն, բայց դրանք կտրամադրեն ոչ այսօր, որովհետև օրը աշխատանքային չէ։
Հետո պետեկամուտների կոմիտեից հետաքրքրվեցինք վարձով կվադրացիկլեր տրամադրող ծաղկաձորյան ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ ունեն հարկ վճարողների շարքում։ Լրատվականից փոխանցեցին հարկ վճարողի տվյալներ են անհրաժեշտ այդ տեղեկատվությունը ստուգելու համար։ Քննչական կոմիտեն էլ այս պահին տեղեկատվություն չունի վթարված մեքենան անձի է պատկանել, թե ընկերության։ Իդեպ քրեական այս գործով մեքենայի տերը որևէ կարգավիճակ չունի էլ։ Իմաստ չունի, գալիս են մարդու վրա։ Էդ էլ են մյուս ինքնագլորներն է, ընդհանրապես իմաստ չունի։ Ծաղկաձորում հանգստանալու եկած այս տիկնոջ կարծիքով հանգստավայրի փողոցները պիտի ազատվեն այս էքստրիմ սարքերից, իսկ ծաղկաձորցի այս տղամարդը խնդիր չի տեսնում։ Չէ, նեղություն տես չեն տալիս։ Հա, նորմալ է։ Դուք ունեք։ Ես անձամբ չէ, բայց շատ եմ օգտվել։ Հանգիստ եթե քշում են նորմալ է, էլի։ Նո, դե քշում են, քաղաքի մեջ էլ են քշում, տուրերել են անում։ Տուրիստների համար։ Իդեպ այստեղ շատերն են կվադրոցիկլ վարում կամ վարձով տալիս, նաև բագիներ, վերջինի համար վարորդական վկայական է պետք, կվադրոցիկլերի համար ոչ։ Վերջին ողբերգությունը պարզ դարձրեց, որ բոլորովին նշանակություն չունի, թե ինչ է նախատեսված իրավական ակտերով, 4 անիվ լինի, գլորեն փող աշխատեն, նկատող չկա։